Ես նախորդ այրերի մեջ այս թեման ինչի մասին ես կխոսամ, քիչ թե շատ հպանցիկ կպել եմ, անցել եմ։ Ես կխոսեմ անապատի մասին։ Մի փոքր խոսել եմ անապատի մասին, կյանքի այս օրերի մեջ, այս տարիների մեջ։ Ինչ անապատը։ Գիտես, աշխարհում այն ուրիշ անուն են դնում հոգեբաները կամ, չգիտեմ, աշխարհի մարդիկ դրան ուրիշ անուն են դրել։ Դրա անունն է աշխարհում դեպրեսիա կամ ստրես։ Բայց մենք հոգևոր աշխարհում հոգևորներս ասում ենք նրան անապատ։ Ինչ տարբերություն կա դեպրեսիայի եւ անապատի միջև։ Ես սա եմ հասկացել, ես հոգեբան չեմ, բայց ես սա եմ հասկացել, որ ստրեսը կամ դեպրեսիան ինքը կպնում է մարդու մեկ ոլորտին, շնչին։ Գիտես, չէ՞ որ մարդը ինքը 3 ոլորտ ունի։ Մարդը հոգի է, որը ապրում է մարմնի մեջ եւ ունի շունչ։ Ինչն է շունչը՝ միտքը, կամքը, զգացմունքները։ Դեպրեսիան կպնում է մարդու այս 3 ոլորտներին՝ մտքին, կամքին եւ զգացմունքներին։ Մարդը դեպրեսվում, այսպես ասած մեր հայրենով ժամանակակից բառապաշարով, ինքը դեպրեսիայի մեջ է, նրա շունչը, այսինքն նրա միտքն է, նրա զգացմունքներն են կպնում այս ոլորտին։ Իսկ անապատի մեջ հոգևոր անապատը մարդու 3 տեղերին էլ կպնում է։ Համ շունչը, համ հոգին, համ մարմինը։ Օրինակ բերեմ Հիսուս Քրիստոսի անապատից, մեր Տիրոջ անապատից։ Հիշում ես գրված է, երբ որ նա, անցած կիրակի ենք կարծում խոսում սրա մասին, հենց որ նա ծովի վերջի օրերը լռացավ, Սատանան մոտեցավ, որ նրան փորձի, չէ՞, փորձի չէ։ Եվ նա ինչ առաջարկեց առաջինը. Եթե քաղցած ես, եթե սոված ես, ասա քարերին, որ հաց դառնան։ Սա որ ոլորտն է մարդու։ Մարմինը։ Այսինքն անապատում մեր մարմինն է փորձվում, 1։ Երկրորդը ինչ առաջարկեց Տեր Հիսուս Քրիստոսին, որ եթե Աստծո որդի ես, հանես մի բարձր տեղ, չէ՞, ցույց տվեց ամբողջը, քեզ ցած նետիր եւ քեզ հրեշտակները կիչացնեն եւ բոլորը կասեն հալելույա, հայտնվեց Մեսիան։ Սա որ ոլորտը փորձվեց։ Շունչը, շնչավոր ոլորտներ, այն ծափարություններ են, ավացիան, այն որ մարդուն խոստովանում են, որ դու ես Մեսիան, հա, պրիզնատ գալ հայերենով ասած, պրիզնատ են գալիս։ Սա արդեն մարդու շնչավոր ոլորտն է։ Իսկ ասում է թե ուզում ես այս ամեն ինչը ընկիր եւ երկրպագիր, սա որ ոլորտն է, հոգին, երկրպագությունը հոգով է լինում։ Դա համար անապատը մենք անցնում ենք այս 3-ը միասին։ Այս 3-ը մեր փորձվում է եւ այս 3-ում մենք պիտի ընտիր գտնվենք։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Հարց եմ ուզում տալ։ Ո՞վ է արդեն անցել իր անապատը։ Ո՞վ անցել իր անապատը։ Հիմա բացատրեմ, դուք իմանաս ինչ անապատ է։ Այն անապատը չես կարող ոչ մի բանի հետ շփոթել։ Ո՞վ անցել իր անապատը։ Իսկ ո՞վ անցնում իր անապատը։ Իսկ ով չի կարողանում դուրս գա իր անապատից, մտել ու չի կարող դուրս գա։ Իսկ ով չի հասկանում ընդհանրապես ինչի մասին է խոսքը։ Եթե չես հասկանում ինչի մասին է խոսքը, լայն ժպտա եւ նստիր ու վայելի խոսքը կլինես անպայման։ Անպայման կանցնես։ Գիտես ես ինչ եմ հասկացել, հիմնականում անապատ մտնում են ապաշխարելուց 1-ից 3 տարի հետո։ Ռեալ ապաշխարություն ապրելուց 1-ից 3 տարի հետո մտնում են այդ անապատի մեջ։ Ռեալ ապաշխարելու մասին է խոսքը։ Ես հիշում եմ իմ անապատը, այդ մեծ անապատը, այդ Սահարան։ Ամենամեծ անապատը դա Սահարան է, չէ՞։ Ես մոտ 2 տարի ապաշխարած էի, հիշում եմ Աստվածաշնչյան դպրոց։ Հովական, չգիտեմ, հովիվ չէի, հերույ էի ես մտքից նույնիսկ։ Աստվածաշնչյան դպրոցի խելոք համեստ ուսանող էի։ Ինձ տարան հովական ինչ-որ մեծ կոնգրես էր, այսպեսի, չգիտեմ, ավացիաներ, մեծ բաներ, ճանաչում, բան, ու մեկ էլ շատ արագ ընկավ այդ ամեն ինչը, եւ չորություն, եւ անապատ։ Այդ ամբողջը, այդ Հիսուսի կյանքում էլ նման բան եղավ, չէ՞։ Հիսուսը եկավ մկրտվելու Հովանես մկրտիչի ձեռքով, չէ՞, եւ Հովանես ասեց նա է Աստծո գառը, որ վերցնու աշխարհի մեղքը, եւ բոլորիս իմացան։ Ես, ասում է, ես, որ ինձ ասում եք, չգիտեմ, Եղիայի հոգով եմ եկել, ես Հովանեսս արժան չեմ նրա կոշիկների կապերը առնելու։
Հիսուսը շատ արագ մեծ այսպես մուտք ունեցավ Իսրայել ժողովրդի կյանքի մեջ, նրան բոլորը տեսան եւ անմիջապես նա գնաց անապատ։ Եվ գիտես, իմ կյանքում է նման մի բան եղավ, Աստվածաշնչյան դպրոց, շատ ծանոթություններ, հալելույա, Փառք Հիսուսին, շատ ամեն ինչ լավ էր այսպես, մեկ է շատ արագ դմփ եւ չորություն։ Եվ ոչինչ չկա։ Ես մեկին եմ զանգում զբաղված եմ, մեկին եմ զբաղված եմ, ես ուզում եմ ինչ-որ բաներ ձեռնարկել իմ մարդկային ուժով, բայց հիշիր, ոչ ուժով է եւ ոչ զորությամբ է, այլ միայն Տիրոջ հոգով է, ասում է Տերը, որովհետեւ Հիսուսին ով տարավ անապատ, Սուրբ Հոգին տարավ անապատ Հիսուսին։ Եվ հետո Տերը գիտես ինձ ոնց հանգստացրեց։ Մի երազ տեսիլք տվեց ինձ։ Ես ինձ տեսա կողքից, ես նման էի մի ինքնաթիռի, որի մեջ շատ վառելիք կար, երբ որ ինքնաթիռն այն որ հետևից մեծ կրակա դուրս գալիս է, զորություն կար նրա մեջ, բայց ես տեսա ոչ թևեր ունի, ոչ ակեր ունի, ինքը ուժեղ sense մեջը լիքը վառելիք, ինտուզիազմ, այն որ շատ լիքը բաներ, բայց ոչինչ չունի։ Եվ ես տեսա ինքս ինձ այդ ինքնաթիռի տեսքով, այսինքն ես իջա, հավասարվեցի հողին, թևերս աճեցին, ժամանակ էր պետք, ոտերս աճեցին, ակեր էր պետք, ու ես հետո սկսեցի սլանալ երկինք, ու Տեր ասեց հանգստացի, սա ես եմ, կանցնես քո անապատը, ու սկսես սավառնել, ու կասես ինչ դրանից հետո անապատ չես ունեցել, ունեցել եմ, բայց այդ մեկը, այդ ուժեղ անապատը ոչինչի չես կարող շփոթել, ոչ մի բան չես կարող շփոթել, եւ քանի որ ես անցել եմ այդ մեծ անապատը, այդ փոքրիկ անապատները արդեն ինձ համար ես ունեի, գիտես, ունեի այն որ ասում է իմունիտետ, այս փոքրերը անցնելու համար։ Եվ եթե դու իմ անապատում ես, մի խորհուրդ քեզ տամ, անվճար խորհուրդ է, հանգստացի, ուղղակի հանգստացի։ Եթե դու իմ անապատի մեջ ես, ուղղակի հանգստացի, ընդունիր այն անապատը եւ սկսիր քայլել։ Գիտես, որովհետեւ կա գայթակղություն անապատի մեջ գտնել մի փոքր կղզյակ, օազիս եւ մնալ այդտեղ։ Նորմալ է, երբ որ դու անապատի մեջ օազիս ես գտնում, կղզյակ ես գտնում, այնտեղ մի հատ գոնե ծառա, գնում ես եւ նրա շվաքի տակ հանգստանում ես, բայց չմնաս այդտեղ հավերժ։ Անապատը պիտի անցնես, թե չէ դու հավերժ այնտեղ կարող ես մնալ։ Եվ ինչպես որ ասեցի, դու այն երբեք չես կարող շփոթել որևէ բանի հետ, այդ մեծ անապատը։ Երբ որ մենք խոսում ենք անապատի մասին, ապա ինչի հետ ենք այն անմիջապես ասոցացնում։ Ինչ հետ ենք ասոցացնում անապատը։ Շոկ, չորություն, չէ՞, ջրի բացակայություն, բուսականությունը 0, միայնակություն, անապատը մենակ են անցնում։ Դժվարություններ եւ փորձություններ, սա է անապատը։ Եվ դա իրականում այդպես է, բայց այն հիանալի հնարավորություն է։ Նորից եմ ուզում ասել, անապատը հիանալի հնարավորություն է։ Եթե դու այժմ անցնում ես քո անապատը, մի վախեցիր, մի տրտնջա, այլ փնտրիր Աստծո ձայնը, որովհետև անապատը դա մի վայր է, որտեղ որ քո թուլությունները հանդիպում են Աստծո զորության հետ։ Դու պիտի քո թուլությունները խոստովանես եւ այդ ժամանակ կհանդիպես Աստծո զորության հետ։ Եվ սա հիանալի հնարավորություն է ճաշակել այդ զորությունը։ Որտեղ որ փորձությունները թանկագինս դառնում են քո հնարավորությունները։ Ղուկասի ավետարան 4:14 խոսք։ Հայտնի մի տեղ Հիսուս Քրիստոսի կյանքից։ Անապատից հետո գրված է, եւ Հիսուսը հոգու զորությամբ վերադարձավ Գալիլեա, եւ նրա համբավը տարածվեց այն գավառի բոլոր կողմերում։ Երբ որ Հիսուսը վերադարձավ անապատից եւ անապատի փորձությունները հաղթահարելուց հետո, անապատի դժվարությունները հաղթահարելուց հետո նրա համբավը տարածվեց արդեն։ Եվ հոգու զորությամբ նա վերադարձավ։ Մի բան էլ ոչ ոք անապատից դուրս չի գալիս այնպիսին, ինչպիսի որ մտավ անապատ։
դու այլևս ուրիշ ես։ Նորից եմ ասում, քո մուտքը եւ քո ելքը դա տարբեր մարդիկ են։ Ոչ ոք այլևս նույնը չի։ Ինչպեսի որ դու մտար անապատ, դու լրիվ ուրիշ մարդ ես անապատից դուրս գալու։ Դու կճաշակես այնտեղ Տիրոջը, եթե դուրս գաս։ Իսկ դուրս գալը դա քո որոշումն է։ Մի քիչ հետո կանդրադառնամ, ինչը կարա մեզ խանգարի անապատում մնալ, անապատից դուրս գալը, եւ ինչը կօգնի մեզ անապատում մնալ։ Մեկի համար անապատը ելքի դարպաս է դեպի հիանալի հնարավորություններ, իսկ մյուսի համար մուտք դեպի կործանում։ Ես այն նմանացրել եմ այդ դարպասին, անապատ ունի դարպաս, միակողմանի բռնակա, բացում ես, մտնում ես, փակում ես, այդ դարպաս էլ բռնակ չկա դուրս գալու, մտել ես վերջ։ Հաջորդ դուռը, հաջորդ կայարանը ելքի դուռն է։ Գիտես, երբ որ մտնում ես, մեկի համար այդ դուռը հիանալի հնարավորություն է, Աստծուն ավելի ճանաչելու, իսկ մյուսի համար այն կործանարար է։ Եվ ինչպեսի որ դու կլինես, ինչպեսի ելք կունենաս այնտեղից, որոշում ես ինքդ դու։ Ամեն բան որոշում է, թե ինչպես ենք մենք վարվում այդ անապատի մեջ։ Ինչ մոտեցում ենք ցույց տալիս եւ ինչ ռեակցիա մենք ունենք այդ անապատին։ Ես փակում ենք մեր աչքերը ու ասում ենք ամեն ինչ թվում է։ Կարանք այդպես անենք։ Փակենք մեր աչքերը, ասենք թվում է։ Թե մենք կարանք նայենք ուղիղ անապատի աչքերի մեջ եւ ասենք անապատ, դու իմ հնարավորությունն ես։ Այսօրվա քարոզի թեման սա է։ Անապատ, դու իմ հնարավորությունն ես։ Ովսե մարգարե 2:14 խոսք։ Ուստի, ասում է Տերը, ահա ես նրան կհրապուրեմ ու կտանեմ անապատ եւ կխոսամ նրա սրտի հետ։ Տեսնես այստեղ հրապուրել բառը։ Ինչ աստ է գրած։ Կհամոզեմ, ոչ չեմ սիրում այս բառը համոզել, հրապուրեմ լավ։ Համոզել բառը չեմ սիրում։ Ասում եմ ես նրան կհրապուրեմ, կոպիտ ասած կշահեմ ու կտանեմ անապատ։ Ով ասում։ Աստված ասում։ Ինչի համար, որ խոսամ նրա սրտի հետ։ Անապատում Աստված ունի հնարավորություն խոսա հենց քո սրտի հետ։ Եվ գիտես վերնագիրը ինչպես էր գրված Աստվածաշնչում այս տողերի մասին։ Այսպես էր գրված Աստծո սերը իր ժողովրդի հանդեպ։ Այ քեզ սեր, որ տանում է անապատ։ Մենք միշտ տեսնում ենք առաջի տողերը տանում անապատ, բայց որ կխոսամ նրա սրտի հետ մենք դա շրջանցում ենք։ Անապատում Աստված ունենում է հնարավորություն կպնի քո սրտի։ Աստծո համար անապատը դա սիրո դրսևորում է, որովհետև հենց անապատում Իսրայելը տեսավ Աստծո հրաշքները, հենց անապատում տեսավ մանանան, հենց անապատում տեսավ այն ջուրը, որը բխեց, հենց անապատում նա տեսավ շատ հրաշքներ։ Միայնակության եւ անապատային լռության մեջ Աստված բացում է ինքն իրեն նորովի եւ խոսում է մարդու ուղիղ սրտի հետ։ Դրա համար շատ հաճախ մեր միայնակության հեղինակը Աստված է։ Միայնակության եւ անապատային լռություն գոյություն ունի։ Դու մենակ ես եւ մենակության մեջ միգուցե կողքիդ մարդիկ կան, բայց դու մեկա մենակ ես, քեզ չեն հասկանա։ Նրանք կան, բայց նրանք քեզ չեն հասկանում։ Դու նրանց չես հասկանում։ Սա միայնակություն է կոչվում։ Հիշում ես գրված է, երբ որ Հակոբը մնաց մենակ, Աստծո հրեշտակը նրա հետ պատերազմեց։ Եվ չէր կարողանում հաղթել, չէ, ու ասեց օրհնիր ինձ, հիշում ես այդ պատմությունը։ Երբ Աստծո հրեշտակը հանդիպեց Հակոբին, երբ որ Հակոբը մնաց մենակ, զատվեց, ջոկվեց, առանձնացավ իր ծառաներից, իր կանանց հետ, իր կանանցից, իր երեխաներից, նա մնաց մենակ։ Դրա համար Աստված երբեմն որպեսի հասնի քեզ, նա այնպես անում, հրապուրում է, տանում է անապատ եւ ասում է, այ հիմա հասա ես քեզ։ Այ հիմա ես կարամ սրտից սիրտ քո հետ խոսեմ։ Իսկ անապատից դուրս սրտից սիրտ չի կարողանում Աստված խոսալ։ Որտեւ ամբողջը շատ է, այնքան զբաղված ենք։ Մեր միտքը զբաղված է, մեր օրերը լցված են։ Մենք կարանք ամեն ինչ, ամեն տեսակ պատճառներ բերենք, որ Աստված ես ժամանակ չունեմ։ Աստված ասում է, ես գիտեմ, ես շատ լավ գիտեմ, դու ժամանակ չունես ինձ համար։ Հիմա արի, հրապուրում է, ինչ որ ամեն մեկս ունենք մեր թույլ տեղը։ Հրապուրում ասում է, արի, ես քեզ կտանեմ։ Ես քեզ կտանեմ սրտի սիրտ խոսալու
համար ու անունը չի դնում անապատ։ Դու հետո ես իմանում, որ դա անապատ էր։ Հետո։ Բայց հետո գրված է հոգու զորությամբ Հիսուսը դուրս եկավ եւ նրա համբավը տարածվեց։ Անապատում համբավ չի տարածվում։ Անապատը, բայց հիանալի մի վայր է, որտեղ Աստված բռնում է քեզ, որտեղ Աստված հանդիպում է քեզ։ Անապատը զրկում է ինքներս մեզ հուսալուց։ Մեր բոլոր հիմքերը մարդկային մեր ոտի տակից տանում է։ Ադմա վշիբայետ ռուսերեն հայրենով կարես բառ ասի։ Վշիբայետ այդ ամեն այդ հիմք, ինչ որ հիմքեր կան, որի վրա կանգնած ես եղել, ինչ հիմք ես ունեցել։ Մարդկային հիմքեր, շնչավոր, մարմնավոր, այդ բոլոր հիմքերը մեր ոտի տակից տալիս ու վերցնում է։ Անապատը զրկում է ինքներս մեզ հուսալուց։ Մենք էլ այլևս մեզ չեն կարող հուսալ։ Դրա համար, երբ որ Աստված կանչեց Աբրահամին, որտեղից կանչեց։ Ուր քաղաքից, օրհնված մի քաղաք, քաղաքակրթություն։ Ինքը այնտեղ հայտնի էր, ուներ ծառաներ, ուներ ունեցվածք, հայտնի մարդ էր եւ հարուստ մարդ էր եւ քաղաքակրթություն կար շումերական, նա այնտեղ էր, հրաշալի վայր էր։ Ասեց արի, որովհետեւ այն ժամանակ հայտնի է միջին արևելքում կար երկու քաղաքակրթություն, շումերական եւ եգիպտական։ Շումերական հասարակակրթությունում ինչն էր։ Շումերական հասարակակրթությունում տիրում էին քրմերը, քրմուհիները, այնտեղ այդպես էր, մի խոսքով չեմ ուզում այդտեղ շատ մտնեմ, եւ կար երկրորդը եգիպտական։ Եվ երկուսն էլ գետի ափերին էին այդ քաղաքակրթությունները։ Եվ երկուսն էլ սնվում էին ինչից, գետերից։ Անձրև կա, չկա, մեկը գետը կա ու կա։ Եվ Աստված ասեց Աբրահամ, արի, հրապուրեց, արի, ուր, արի, ես քեզ կասեմ ուր, արի։ Գնացինք անապատ։ Նայի աստղերին, այսքան կունենաս զավակներ, նայի ծովի ավազներին, այսքան կունենաս սերունդներ։ Եվ տարավ գիտես ուր։ Չտարավ եգիպտական քաղաքակրթություն, որտեղ Նեղոս գետն էր, միգուցե սխալվում եմ Նիլա ռուսերենով, եւի Նեղոսն է, հա, որտեղ որ գիտես հարուստ էին եւ այլն, նա տարավ որտեղ անապատ, ասեց հիմա քո կախումը ինձանից է։ Ոչ թե այս գետից է, ոչ թե այն մի գետից է, այլ քո կախումը ինձանից է։ Всё, դու արդեն ինձանից ես կախված։ Անապատում եւ ստեղծեց իր քաղաքակրթությունը։ Հոգևոր աստվածաշնչյան քաղաքակրթություն։ Դա համար անապատը զրկում է ինքներս մեզ հուսալուց։ Մենք այլևս չենք կարող հուսալ ոչ այս գետին, ոչ էլ այն գետին։ Որտեղ որ չկան բնական աղբյուրներ եւ մարդը սովորում է հուսալ միայն Աստծուն։ Չկան բնական աղբյուրներ։ Անապատում ի՞նչ բնական աղբյուր։ Այդ փշերից բացի։ Երբ չկա հաց, նա տալիս է մանանա։ Երբ որ չկա ջուր, Աստված բխեցնում է ժայռից ջուրը։ Երբ թշնամիները հարձակվում են, Աստված տալիս է հաղթանակ։ Եվ դու կանգնում ասում ես, այս ամենը Աստծուց է։ Ես այլևս իմը չեմ, ես ինչ չեմ կարողանում հուսալ, վերջ, իմ ոտքի տակից հանել ամեն տեսակ հիմք։ Հիմա է Տեր իմ Աստված, ես ստիպված եմ քեզ հուսալ, ու Աստված ասում է վերջապես, այ վերջապես ես քեզ բռնեցի, այլ վերջապես ես քեզ հասա, հիմա լսիր որդյակիմ, հիմա ես քո սրտից սիրտ եմ խոսելու։ Անապատը պիտի դառնա վստահության վայր, այլ ոչ թե տրտունջի։ Անապատում առաջին ինչ որ գալիս է դա տրտունջն է։ Բայց անապատը պիտի դառնա վստահության վայր, որ դու վստահ ես, որ վաղը նոելի մանանա կգա։ Որ դու պիտի սպասես։ Բայց եթե դու երկու օրվա մանանա հավաքես կփտի։ Ինչու՞, որովհետև դու սովորում ես այնտեղ վստահել։ Անապատը պիտի դառնա վստահության վայր, այլ ոչ թե տրտունջի։ Թանկագիներս, անապատը անեծք չէ, այլ հնարավորություն։ Հնարավորություն ստուգել քո հավատքը, վստահությունը, հնարավորություն լսել Աստծուն, հնարավորություն սովորել վստահել, հնարավորություն պատրաստվել խոստացված երկրին։ Իսրայել ազգը այս քննությունը չտվեց, կտրվեց քննությունից։ Նա գնաց ինչ որ մի պահի ու կտրվեց։ Սկզբից փառաբանության երգեր, կարմիր ծովը ճեղքեցին, անցան, բայց հետո տրտունջ,
տրտունջ։ Սաղմոս 106:24։ Եվ նրանք անարգեցին այն ցանկալի երկիրը։ Աստված ունի ցանկալի երկիր, բայց ցավոք սրտի այս ցանկալի երկիրը միայն Աստծո համար էր ցանկալի, բայց Իսրայել ժողովրդի համար սա ցանկալի չէր։ Միգուցե ցանկալի էր, բայց ճանապարհն էր դժվար։ Պրոցեսն էր դժվար եւ նրանք փորձում են շրջանցեին այդ պրոցեսը։ Գրված է եւ նրանք անարգեցին այն ցանկալի երկիրը, չհավատացին նրա խոսքին։ Իսկ Տեր ինչ էր ասել, որ գնում են կաթ եւ մեղր բխող երկիր, չհավատացին այդ խոսքին։ Ասեցին Մովսես դու մեզ հանել ես, որպեսզի կործանես։ Եվ տրտնջում էին Մովսեսի եւ Ահարոնի դեմ։ Գրեթե չէին տրտնջում Աստծո դեմ, տրտնջում էին Մովսեսի եւ Ահարոնի դեմ, եւ Աստված ասեց, եթե քո վրա են տրտնջում, դա ին վրա են տրտնջում, որտեվ դու ինձանից ես լսել, դա ես եմ քեզ ասել, որ գնում ենք։ 25-րդ խոսք, տրտնջացին իրենց վրաների մեջ, Տիրոջ ձայնին չհնազանդվեցին։ 26-րդ խոսք, եւ նա բարձրացրեց իր ձեռքը նրանց վրա, որ նրանց ցած գցի անապատի մեջ։ Տերը ուներ ցանկալի երկիր, բայց նաև մենք պիտի հասկանանք, որ այդ ցանկալի երկիրը մեզ է պատկանում։ Մենք պիտի ցանկանանք այն, ինչը որ Տերը ցանկանում է։ Ասա ամեն։ Մենք պիտի ցանկանանք այն ամեն, ինչը Տերն է ցանկանում մեզ համար։ Միգուցե մենք ուրիշ բան ենք ուզում, ուրիշ բան ենք ցանկանում, բայց Տերը ասում է դա սխալ է։ Եթե դու սովորես միշտ այդ մանանային, դու անապատից դուրս չես գա։ Ես մի քարոզ ունեմ, խորհուրդ կտամ լսես, եթե մոռացել ես կամ չես լսել։ Դա կոչվում է այսպես, մանանա, այլևս չեմ ուզում մանանա, կարծեմ ինչ-որ մեծ այսպիսի բանը, վերնագիր է, որ հերիք է ինչքան մանանա ուտենք։ Եթե ես ամեն օր մանանային սպասեմ, ես այդ անապատից դուրս չեմ գա։ Ես Աստված ցանկալի բաներ ունի իմ եւ քո համար։ Գրված է ցանկալի երկիր, ցանկալի բաներ, ցանկալի երազանքներ, յուրաքանչյուրիս համար։ Ասա Աստված ինձ համար ունի ցանկալի երկիր եւ ես կգնամ այդտեղ։ Հալելույա։ Բայց մենք հաճախ այդ process-ները ուզում ենք շրջանցենք, որովհետեւ իրականում դժվար է։ Իրականում Գիտես Տերը տեսնում է վերջը։ Գիտես Տերը մեզ կամենում է տանել այդ ցանկալին, այդ ցանկալի երկիրը, բայց այնքան հաճախ ենք ընդդիմանում նրան։ Ու գիտես ինչու մենք ուզում ենք շրջանցենք այդ process-ները։ Որովհետև գիտես Տերը տեսնում է այն վերջը, այն ցանկալին, այն կաթը եւ մեղր բխողը, բայց մենք տեսնում ենք միայն process-ը, միայն դժվարությունները, միայն կիզող արևը, միայն այդ ավազը, այդ չորությունը։ Իսկ ճանապարհը դեպի այդ երկիր անցնում է անապատով։ Միայն անապատով։ Ինչ է անապատը։ Մի փոքր նկարագրեմ, ով որ չի եղել, ես ինքս չեմ եղել, բայց մի քիչ ուսումնասիրեցի ինչ է անապատը։ Ցերեկը ջերմաստիճանը հասնում է միջև միջին անապատի մասնախոսը, հասնում է միջև 60 աստիճանի։ Պատկերացնում ես։ Ցերեկվա ժամերին։ Կենթանական աշխարհը ցերեկվա ժամերին գրեթե մեռած է։ Ջուր խմելու ցանկությունից աշկիտ լճեր են երևում։ Ջրի լճեր են երևում։ Ավազը կուրացնում է։ Տեսած կլինես, հա, ֆիլմերի կամ հաղորդումների մեջ, որ կապում են, որ աշկերը փակ լինի, որտեղ ավազը կուրացնում է։ Ինչ է հոգևոր անապատը։ Այն որ էփում ես ներսիցդ։ Ես հենց ցերեկն եմ նկարագրում։ Այն որ էփում ես, այն որ աշկի ջրեր են երևում, ցանկալի մի բան, չորություն է։ Այն որ գիտես մեռած է ամեն ինչ շուրջդ, ոչինչ չկա։ Բոլորը մեռած են, կաս մենակ դու քո խնդրի հետ, իսկ արևը վերևից կիզում է։ Իսկ գիտես գիշեր ինչքան է ջերմաստիճանը։ Իջնում է մինչև 0-ի։ Գիտես ում կյանքն է նման, մեկ էփում երրում ես, մեկ սառում ես։ Մենք ցերեկը ասես մենք Ստեփանավանցի մի հատ բառ ունենք, թլպում ենք։ Ցերեկը ասես ոչինչ անելը չի գալիս։ Ու մեզ թլպասը գնես միտեղ։ Իսկ գիշերը ռիլերի միջոցով
դուրս են գալիս տարբեր տեսակ սարսափներ։ Գիտես գիշեր անապատում կյանքը սկսում է եռալ։ Այն ինչ որ ցերեկը մեռած էր թվում, ոչինչ չկա։ Հենց գիշերը գալիս է, սկսվում է, էս ինչ ավ կարա ասի։ Ո՞վ ասես մրջուն։ Սարդա։ Գիտես այն ինչ որ սովորական ժամանակ մեր համար կարա փոքրիկ եսի միշտ լինի, փոքրիկ։ Հələ որ ինձ նայեք։ Անդե մի նայեք։ Այն ինչ որ սովորական կյանքում կարա լինի, էս ինչ բուջուր բանա։ Ագարիստելը։ Գիշեր ինքը սարսափելի է դառնում, այդ անապատը։ Հեսա։ Այո, մրջուն է ինքը։ Հաջորդ նկարը։ Մրջուն է։ Մատել հաջորդը կանգ արստեղ։ Այս էր ինքը ընդամենը։ Այս էր։ Բայց անապատում գիշերը այն որ փոքր մրջուն է, այն որ չետ ինքել չկա, չէ։ Եղուգի ծերով կարած դու իրան ոչնչացնես, ինքը անապատում գիշերը դառնում է մեկ էլ սենց դուրս է գալիս ու սկսում է սարսափել։ Հաջորդ նկարը։ Էս ինչով կարասի։ Սարսափ ֆիլմը չենք նայում այսօր։ Ինչ է այս, ով կարասի։ Հաջորդ նկարը, մի քիչ հեռվից։ Հաջորդ նկարը մի քիչ հեռվից։ Թիթեր։ Մենք սորական կյանքում խաղում եք թիթերի հետ։ Բռնում եք, չորացնում են գրքի մեջ, բայց ինքը անապատում դառնում է այսպես, գիտես, շատ սարսափելի, սենց մոտիկից ես դու տեսնում, այն ինչով դու կարաս ուրախանաս սովորական ժամանակ, որ անապատում չես, բնության մեջ վայելում ես բնությունը, վայելում ես կյանքը, ինքը անապատում դառնում է սարսափելի մի բան։ Սա է անապատը, սիրելիներս։ Եվ սրա հեղինակ Աստված է։ Ով որ անցնում անապատը կհասկանա ինչ եմ ասում։ Որ մեկ շոքում ես, մեկ մրսում ես։ Մեկ արևը կիզում է, մեկ գիշերը գալիս է ու սարսափելի բաներ ա լինում։ Եվ սա է անապատը, եւ այն անհրաժեշտ է անցնել, որպեսզի մենք գնանք դեպի ցանկալի երկիր։ Պետք չէ անարգել ցանկալի երկիրը։ Պետք չի։ Պետք չէ չհավատալ նրա խոսքերին։ Պետք չէ չհնազանդվել նրա ձայնին։ Եվ վերջապես պետք չէ տրտնջալ վրաններում։ Գրված է վրաններում նրան գնում տրտնջում էին։ Բերենք մեր օրերն, որ եկեղեցի են գալի, հալելույա, փառք Հիսուսին, ամեն ինչ լավ է, գնում ենք տուն տրտնջում ենք։ Էսի էս չի, էսի ինչ չի, էսի վատայինի, չգիտեմ, էսի խի ասենց, խի անենց։ Կամ միայնակության ժամանակ։ Ինչա վրան, երբ դու մենակ ես։ Ասեմ քեզ մի բան։ Ասեմ, դու այն ես ինչ որ դու կաս քո վրանում։ Ոչ ավել եւ ոչ պակաս։ Այն ինչ որ դու կաս եկեղեցում, դու դա չես։ Մենք եկեղեցում լավ ներկայանալ գիտենք։ Ներկայանալի ենք երևում, գեղեցիկ, կոկիկ։ Բայց այն ինչ որ դու կաս քո վրանում, այ դա ես դու։ Եթե դու այստեղ ասում ես հալելույա, փառք Հիսուսին, բայց գնում ես քո տուն, գնում ես վրան, գնում ես քո միայնակության մեջ ու տրտնջում, այ դա ես դու։ Երբ որ դու գալիս ես եկեղեցի, հալելույա, փառք Հիսուսին, գնում ես տուն, հալելույա, փառք Հիսուսին, հրյանալի է։ Դա ես դու։ Այդպես պահիր ուրեմն։ Պահիր այն կանոնը, որով դու հասար։ Աստծո խոսքի մեջ է գրված, չեմ հիշում որ նամակում է, ասում է այն ինչին որ դու հասար, այդ նույն կանոնը պահիր։ Եթե դու հասար Աստծուն, Աստծո փառքերին, հասար այդ բարձունքներին, այդ հալելույա եւ փառք Հիսուսին, այդպես էլ պահիր։ Պահիր այդ կանոնը։ Ամեն։ Եվ եթե այդ նույն տեմպով շարունակես կյանքդ, ապա ես քեզ համար մի հիանալի լուր ունեմ։ Դու անverջ կերկարացնես քո անապատը եւ էլ երբեք այնտեղից դու չես գա։ Նույնիսկ եմ ասում, եթե
նույն տեմպով շարունակես կյանքը, նույն տրտունջը պահես, անարգես Տիրոջ ձայնը, չլսես, չխոնարհվես, չվստահես նրա ձայնին, նրա խոսքին, ապա դու անverջ կերկարացնես ընթացքդ։ Եվ այդպես այնտեղից դուրս չես գա։ Դրա համար ես ասում, որ անապատը ինքը դուռ է, մեկի համար հիանալի հնարավորություն մտնես եւ ճանաչես եւ հաղթած դուրս գաս այնտեղից, մյուսի համար սա կործանարար է։ Իսկ որոշում ես դու։ Եթե շարունակես տրտնջալ, շարունակես չհնազանդվել նրա ձայնին, նրա խոսքին եւ այն ինչը որ ասում էր ցանկալի երկիր է, դու դա անարգես, ուրեմն անverջ շրջելու ես եւ դուրս չես գա։ Բա ինչ անեմ կհարցնես դու, ասեմ ինչ արամ։ Մի անարգիր այն ցանկալի երկիրը, հավատա նրա խոսքին, հնազանդվիր նրա ձայնին, իսկ քո վրաներում գոհացիր Աստծուց։ Այլ թե ինչ անես։ Ինչպես որ շատ եմ սիրում բերել, մեկի համար այս բաժակը կիսով չափ լիքն է, իսկ մյուսի համար այս բաժակը կիսով չափ դատարկ է։ Ինչպես ենք մենք սա նայում եւ գնահատում, որոշում ենք մենք։ Օրինակի համար Իսահակի կյանքում էլ անապատ եւ չորություն եղավ։ Բայց նրա համար դա հնարավորություն էր բարձրանալու եւ օրհնվելու։ Լսում ես։ Գիտես ինչու։ Ինչու մեկի կյանքում դա կործանարար էր, իսկ Իսահակի կյանքում սա հնարավորություն էր բարձրանալու եւ օրհնվելու, որովհետեւ նա չանարգեց Տիրոջ խոսքը, հավատաց եւ հնազանդվեց Տիրոջ խոսքին, որ մնա եւ այդ երկրում ցանի, իսկ իր վրաներում չտրտնջաց, այլ գոհացավ Աստծուց։ Ծննդոց 26-րդ գլուխ։ Գրված է սով եղավ երկրում։ Մեծ սով էր։ Եվ Իսահակը գնաց Գերար, փղշտացիների Աբիմելեք թագավորի մոտ։ Երբ որ Աստված կամենում է, որ մենք շարժվենք մեր տեղից, նա որոշակի սով կամ չորություն թույլ կտա մեր կյանքի մեջ։ Նա տեսնում է նստած ես, հանգստացած, sense ամեն ինչ հարմարված, կոմֆորտի մեջ ես, ասում է գնա մի քիչ առաջ, դու չես ուզում։ Գնա շարժվի։ Քայլի։ Քայլ արա։ Շարժվի։ Բայց այսպես նստած ես, չես ուզում։ Ինչու կոմֆորտ։ Խի ուզեմ որ լավ է։ Եվ չորություն է թույլ տալիս։ Նայում էի մեկ անգամ կենթանական այդ աշխարհը ասում է եւ որպեսի նրանք ապրեն կենթաների մասին խոսքը, выживать անեն, հա։ Նրանք միշտ պիտի շարժվեն։ Чтобы им пришлось выживать, им постоянно надо двигаться։ Սա կենթաների մասին խոսքը։ Իսկ ասո խոսքը ասում է դուրս արի եւ նայիր բնությանը, նայիր մրջուներին։ Մրջուներին, բայց այն փիչուր, շատ մոտիկիշ չէ։ Նայիր մեղուներին։ Նայիր ծաղիկներին, բնությանը նայիր։ Եվ որպեսզի կենթանական աշխարհը չսառի տեղում չկանգնի, նրանք պիտի միշտ շարժվեն։ Դու նկատես միշտ ամեն ինչ շարժի մեջ է։ Քամին միշտ կա, երկրագուտը միշտ պատտվում է։ Միշտ ամեն ինչ շարժի մեջ է, ինչ որ ցանում ես, աճում է, խոտ աճում է, ծառ աճում է։ Մարդիկ են որ ուզում են տեղում մնան։ Եվ Տերը ինչ անում, ստիպված չորություն է թույլ տալիս։ Եվ Իսահակ ասում է՝ գնամ հիմա, շարժվեմ։ Տերը երևաց նրան ու ասաց. ճանապարհին սկզբին Եգիպտոս մի իջիր, բնակվիր այդ երկրում, որ քեզ կասեմ, պանդուխտ եղիր այս երկրում, եւ ես քեզ հետ կլինեմ ու կօրհնեմ քեզ, որովհետեւ քեզ եւ քո սերունդին եմ տալու այս բոլոր երկիրները։ Եվ կհաստատեմ այդ երթումով, որ տվեցի քո հայր Աբրահամին։ Եվ կբազմացնեմ քո սերունդը երկնքի աստղերի չափ։ Եվ այս բոլոր երկրները քո սերնդին կտամ։ Եվ երկրի բոլոր ազգերը քո սերունդով կօրհնվեն։ Տես ինչ հրաշալի բան ասում։ Խոստում է տալիս։ Երբ որ քանի որ նա կգնար, միջև որ նա կգնար, միջև որ նա կմտներ իր անապատը։ Քանի որ Աբրահամը լսեց իմ ձայնը եւ պահեց իմ հրամանները, իմ պատվիրանները, իմ կանոնները եւ իմ օրենքները։ Գիտես հիանում եմ Աստծո նրբանկատ լինելով։ Որ գիտես միջև որ Իսահակ դու այդ ամեն ինչով կանցնես, միջև որ դժվարություններ կունենաս, իսկ դու դժվարություններ կունենաս Իսահակ։
Աստված գիտեր, որ դժվարություն անանալու Իսակը։ Նա մի հատ գիտես ինչ է տալիս։ Մի հատ խոստում է տալիս, հիշեցնում այն ինչ որ ասել է Աբրահամին։ Ասում է դու օրհնություն ես լինելու։ Այ հիմա գնա։ 12 խոսք։ Իսակը ցանեց այդ երկրում։ Եվ նույն տարում հարյուրապատիկ արդյունք ստացավ, եւ Տերը օրհնեց նրան։ Եվ մարդը հարստացավ, հետզհետե ավելի հարստացավ, մինչև որ դարձավ մեծահարուստ։ Իրես անապատը չորությունը մեկի համար հնարավորություն է, իսկ մյուսի համար կործանում։ Ասում այո, չորություն է լինելու, անապատ է լինելու, բայց դու ինձ լսի ու ցանը հենց այստեղ։ Որովհետև գիտես, ինչպես որ մի քիչ առաջ ասեցի, անապատը մի վայր է, որտեղ որ մենք ինքներս մեզ չենք կարող հուսալ, այլ մենք հուսացած ենք Աստծուն միայն։ Երկու մարդ կային գնացին Աֆրիկա, չոր երկիր։ Երկուսն էլ բիզնեսմեն էին։ Վերադարձան, մեկ ասեց, գիտես, նրանք մի կամպանիայից էին, որտեղ որ կոշիկներ էին արտադրում սպորտային։ Մեկ ասեց, չէ, ոչ մի բան չի ստացվի, այնտեղ բոլորը բոբիկ են։ Կարիք չկա։ Իսկ մյուսը ասեց, այ սենց երկիր է բիզնեսի համար, որտեղ բոլորը բոբիկ են։ Եվ բոլորը ունեն կոշիկի կարիք։ Մենք կարող ենք նույն բանին նայել երկուսով եւ տարբեր բան տեսնել։ Մեկի համար սա հիանալի հնարավորություն է, իսկ մյուսի համար կործանում է։ Հետո ինչ կատարվեց, այդ երկրի թագավորը տեսավ, որ Իսակը շատ հարստացավ։ Նա վախեցավ ու ասեց դուրս արի այս երկրից։ 17-րդ խոսք։ Իսակը գնաց այդտեղից, իր վրաները խփեց Գերարի ձորում եւ բնակվեց այնտեղ։ Իսակը դարձյալ փորեց այն ջրհորները, որ փորել էին իր հոր Աբրահամի օրոք, եւ որոնք փոշտացիները փակել էին Աբրահամի մահից հետո։ Նա դրանք կոչեց այն նույն անուններով, ինչպեսի անուններ դրել էր իր հայրը։ Իսահակի ծառաները ձորում փորեցին եւ այնտեղ գտան բխող ջրի մի հոր։ Գերարի հովիվները կռվում էին Իսահակի հովիվների հետ, ասելով այդ ջուրը մերն է։ Եվ այդ ջրհորի անունը դրեց Էսեկ, այսինքն վեճ կամ կռիվ, որովհետեւ իրար հետ կռվեցին։ Եվ մի ուրիշ ջրհոր փորեց եւ նրա անունը դրեց եւ նրա վրա էլ կռվեցին եւ նրա անունը դրեց Սիթնա, այսինքն թշնամություն կամ դիմադրություն։ Նա գնաց այդտեղից եւ մի ուրիշ ջրհոր փորեց, բայց դրա վրա չկռվեցին։ Դա նրա անունը դրեց Ռոհոբոթ, այսինքն ընդարձակություն, ընդլայնվելու հնարավորություն, եւ ասաց, թե այժմ Տերը մեզ ընդարձակ տեղ տվեց եւ երկրում պտղաբեր կլինենք։ Հետարքիր մի դրվագ։ Իսակը վերականգնում է իր հոր Աբրահամի ջրհորները։ Ինչ որ հորից էր, բայց մեռած, քարերով ծանրացած, փշտացիները լցրել էին դա։ Եվ նկատեցիր մի բան, երբ որ Իսահակը հետ փորեց այդ ջրհորները, նա անունը չփոխեց, որովհետև արդեն անուն ուներ։ Հետո գնաց իր ջրհորը փորեց եւ վեճ եղավ։ Նա թողեց դա։ Գիտես, եթե դու մի բան փորել ես եւ դա քոնն է, դու ունես լրիվ իրավունքը, որովհետեւ դու ես փորել դա, կամ դա քո ժառանգությունն է եղել, քո պապան է փորել, նա է բացել, բայց եթե վեճ կա այդտեղ, բաց թող։ Գիտես ինչու, որովհետեւ ես եւ դու մեր կախումը Տիրոջից է։ Մենք կախված ենք Տիրոջից։ Մեր հնարավորությունները Աստծուց են։ Եվ եթե վեճ կա, կռիվ կա, այնտեղ խաղաղություն չկա, ուղղակի բաց թող։ Որովհետև դու այն ինչ որ Աբրահամն էր փորել, դու նրան անուն չես կարա տաս, ինքը արդեն կոչված է։ Դու քոնը պիտի ունենաս, քոնը, քո օրհնությունը, քո բացահայտումը, քո ջրի աղբյուրը, քո ջրհորը, քո դրած անունով։ Եվ կար այդտեղ վեճ լինի, բաց թող։ Իմ կյանքում այս տարի նման բան եղավ, որ ես էի ստեղծել, նյութականի մասին է խոսքը, ես էլ դա հորինել, ես էի ստեղծել, դա իմ կառուցած աշխարհն էր, բայց հենց վեճ եղավ, Տերը սա ինձ հիշացրեց, ասեց բաց թող։ Եթե վեճ կա, կռիվ կա, դա քոնը չի։ Գնա ու փորի քոնը։ Բայց չէ որ Տեր, ես եմ այդ անունը դրել, ես եմ ստեղծել այդ ամեն ինչը, դա իմ ստեղծած աշխարհն է։ Մի քանիսը կհասկանան ինչի մասին է խոսքը։ Տեր ասեց բաց թող։ Ես բաց թողեցի եւ Տեր ինձ ջրհոր տվեց, ուրիշ ջրհոր։
Տերը չի ուզում, որ մենք նայենք մեր անցյալի ձեռքբերումներին։ Անցյալում ունեի ձեռքբերում, անցյալում իմ հայրը փորել է, անցյալի ձեռքբերումը, Տերը չի ուզում այդ անցյալի ձեռքբերումներով մնանք եւ ապրենք։ Գիտես ես անցյալում ով եմ եղել։ Գիտես ինչեր եմ արել։ Գիտես մի աղոթքով 50 հոգի բժշկվում էին, 10 հոգի ընկնում էին։ Հիանալի է, շատ լավ է։ Փառք Հիսուսին, դա ջրհոր էր։ Բայց հիմա առաջ նայի։ Եթե դու այդտեղ մնում ես, ռուսերենով ասած բուքսավատ ես անում նույն տեղում, չես կարողանում շարժվել, բաց թող դա եւ գնա առաջ։ Դա քոնը չի ուրեմն։ Տերը չի ուզում, որ մենք նայենք մեր անցած ձեռքբերումները, անցյալի ունեցվածքը։ Այլ նա ուզում է, որ մենք նայենք առաջ։ Եթե Տերը թույլ տար, որ այդ ջրհորները մնային, ապա Իսահակը ինքը իր համար ջրհոր չէր փորի։ Նա կմնար այդտեղ, մարդ այդպիսի էություն ունի, գտավ հանգստանում այդտեղ։ Եթե այդ վեճերը, այդ կռիվները, այդ ընդդիմությունը չլիներ, նա կմնար այդտեղ, բայց Տերը ասում է, չէ, դու ունես ուրիշ բան, կա մի ուրիշ բան, դա ցանկալի երկիրն է։ Դա ձորը չի, որտեղ նա ձորում էր խփել իր վրանները։ Հետո կտեսնենք նա ուր գնաց։ Այո, միգուցե դա տրամաբանորեն քոնն է, այդ երկիրը քո պապային է եղել, բայց Տերը ավելին ունի։ 23-րդ խոսք։ Իսահակ այնտեղից բարձրացավ Բերսաբե, բարձրացավ, իսկ մինչև այդ նա ձորերում էր խփել իր վրանները, բայց Տերը ուզում է, որ մենք բարձրանանք միշտ, բարձունքի մեջ լինենք։ Այո, մի պահ ունես այդ ջուրը, փորել ես, հասել ես, լավ է, մնա փոքր օազիս դա համարի, ինչպես որ ես ասեցի, հա, կա գայթակղություն անապատի մեջ, գտնես մի փոքր կղզյակ, օազիս ու մնաս այդտեղ, այդ ջրհորները ժամանակավոր, փոքրիկ օազիս համարի, մնա մի փոքր հանգստացի, վրանդ խփի, հետո հավաքի ու շարունակիր։ Եվ Տերը այդ գիշեր երևաց նրան ու ասաց. ես եմ քո հոր Աբրահամի Աստվածը, մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ։ Տերը քեզ էլ ասում, մի վախեցիր, ես քեզ հետ եմ։ Մի վախեցիր։ Վեճ կա, կռիվ կա, մի վախեցիր, անապատում ես, մի վախեցիր, ես քեզ հետ եմ, կորտնեմ քեզ և կբազմացնեմ քո սերունդներն իմ ծառա Աբրահամի պատճառով։ Իսահակը այդտեղ զոհասեղան շինեց և կանչեց Տիրոջ անունը, իր վրանը խփեց այդտեղ և Իսահակի ծառաներն այդտեղ ջրհոր փորեցին, որտեղ արդեն բարձրունքում, ձորից բարձրանալուց հետո։ Այլ խոսքերով Տերը ասաց, Իսահակ, այնինչ որ եկել էր քո հոր Աբրահամից, դա սասանվող է, մնայուն չի, այդտեղ կարան կռիվներ և վեճեր լինեն, այդ ջրհորների պատճառով, այն վիճելի է, իսկ այն ինչը որ ինձանից է, դա է մնայուն։ Այո, Աբրահամը օրհնվել էր, որտև ջրհոր էր փորել, բայց Իսահակ դու կարիք ունես քո սեփական ջրհորը ունենաս։ Հիշում ես, երբ որ այն սամարացի կինը հանդիպեց Հիսուս Քրիստոսին ջրհորի մոտ, ներողություն, Հովհաննեսի ավետարան, նա ջրհոր ուներ և այդ ջրհորը փորել էր ով, Հակոբը, և դա եկավ և Հիսուսը հանդիպեց ջրհորի մոտ, և նրանք խոսեցին, և գրված է, որ այդ կինը թողեց իր կուժը ջրհորի մոտ և գնաց։ Ինչու թողեց կուժը ջրհորի մոտ, որտեղ նա արդեն գտել էր կենդանի ջրի աղբյուր։ Գիտես, նորմալ է, մի ժամանակ ես գոյատևում եմ իմ կնոջ աղոթքներով։ Իմ կինը առաջին Աստծուն ճաշակել, հետո նոր ես։ Եվ նա աղոթում էր, հետո երբ որ ես եկա Աստծուն, ես իմ սեփական ջրհորը բացեցի։ Ես իմ սեփական ջրհորն ունեմ։ Այդպես է մայրեր աղոթում են իրենց զավակների համար, գոյատևում են, հետո երեխան պիտի ջրհորը բացի։ Եթե իմ երեխան գալիս է եկեղեցի, որովհետև ես եմ եկեղեցում, դա սարսափելի է։ Եթե ես եմ պատճառը իմ երեխայի եկեղեցու գալը, դա վախենալու է, որովհետև ես մնայուն և կարամ սասանվող լինեմ, բայց երբ որ իմ երեխան գտնում է իր ջրի աղբյուրը Աստծո մեջ, դա հիանալի է, նա գալիս է եկեղեցի, որովհետև նա պաշտում է իր Աստծուն, ոչ թե միայն իմ հոր Աստծուն եմ պաշտում,
այլ ես պաշտում եմ իմ հոր Աստծուն եւ իմ Աստծուն։ Ես եմ Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի Աստվածը, սերունդների Աստվածը։ Սա է հիանալի։ Երբ որ ես օգնում եմ իմ երեխան իր ջրհորն ա բացում, պետք չի իմ երեխան սնվի իմ ջրհորից, նա իր սեփական ջրհորը պիտի ունենա։ Որտեղից է սկսվում անապատում։ Անապատն է ստիպում ջրհոր փորել։ Եթե Իսահակը ապրեր, բնակվեր, գիտես, մի լճակի մոտ, հիանալի կամ գետ, նա ջրհոր կփորեր, նա մտքով անգամ չէր անցնի ջրհոր բացել։ Իսկ նրա ուղեղը սկսեց աշխատել ջրի վրա, որովհետև գիտես չորություն էր։ Ցամաք էր, ծարավը ստիպում է, որ մենք ջրհորներ բացենք։ Հարց եմ ուզում տալ։ Իսկ ինչու այդ ամբողջ ընթացքում Տերը չերևաց Իսահակին։ Ինչու։ Մեկ սկզբում խոսեց, հիշում ես, մեկ վերջում եկավ արդեն։ Ինչու։ Որովհետև Աստված մեկ անգամ պիտի խոսա, իսկ մենք երկու անգամ պիտի լսենք։ Նա եթե ասել է կանցնես, ուրեմն կանցնես։ Անսելուց հետո կգակասի ապրես։ Անսելուց հետո կգակասի ես եմ քո Տեր Աստվածը, մի վախեցիր։ Մտնելուց առաջ կասի ես եմ քո Տեր Աստվածը։ Մտնելուց առաջ կասի գիտես ժառանգություն է սպասում այնտեղ։ Դուրս արի ու գնա։ Եվ հետո կթողի քեզ մենակ, որ դու ինքնուրույն դառնաս։ Այդպես շատ մայրեր եւ հայրեր իրանց երեխաներին կործանել են, սպանել են, որովհետեւ չեն թողել ինքնուրույն մեծանան։ Ամեն ինչ նրանց փոխարեն են արել։ Եվ սա շատ վատ է։ Իսկ մեր Աստված ավելի սիրող հայր է։ Եթե մենք չալինելով գիտենք բարին անել մեր երեխաների համար, ապա ինչքան Աստված։ Համար, այո, հաճախ դիսկոմֆորտ այն երեխայի համար, ոչինչ գնա եւ արա։ Թող գին վճարի։ Թող ընկնել եւ բարձրանալ սովորի։ Եվ սա սիրո դրսևորում է թանկագինս։ Դու ես ելիս եւ այս բոլոր դժվարությունները կանցնես, չորություն ու անապատը կանցնես, կխփես քո վրաները, ջրհոր կփորես ու կհանգստանաս։ Նորից եմ ասում, երբ որ ես ամբողջ անցնես, կխփես քո վրաները, ջրհոր կփորես ու կհանգստանաս։ Ու գուցե հիմա հարցնես ինձ, եւ սրանով վերջ, այլևս վերջ, այլ անապատ չեմ ունենա, անպայման կունենաս։ Հետո երբ որ գա հաջորդ անապատի ժամանակ, կհավաքես քո վրանները, կգոտեպնդվես, կնայես անապատի աշկերի մեջ ու կասես անապատ, դու իմ նոր հնարավորությունն ես ու կգնաս այն նվաճելու։ Ամեն, եկ աղոթենք։ Խնդրեմ փառաբանության թիմը գա։ Ամփոփելով այսօրվա թեման, որ հավատում եմ դու մի բան վերցրեցիր այսօր, եթե անապատի մեջ ես, նայիր ուղիղ անապատի մեջ, ու ասա անապատ, դու իմ հնարավորությունն ես։ Եթե անցնում ես քո անապատը, հիանալի է։ Ունես հրաշալի հնարավորություն Աստծուն ավելի մոտենաս, ավելի ճանաչես։ Եթե դուրս ես եկի անապատից, խփել ես քո վրանները, սպասիր հաջորդին։ Երբ որ հաջորդ անապատը գա, հավաքիր քո վրանները, գոտեպնդվիր ու չվախենաս նայես այդ դժվարությունների աշկերի մեջ ու ասես անապատ, դու իմ հնարավորությունն ես։ Ես գալիս եմ քեզ նվաճեմ, ես գալիս եմ քայլեմ, ես գալիս եմ որ Տիրոջ ավելի ճանաչեմ։ Տեր ինձ համար այնտեղ վերջում, անապատի վերջում, երբ որ ես դուրս կգամ, ունի ինձ համար ցանկալի մի երկիր, եւ Տեր ես ցանկանում եմ այն, ինչը դու ես ցանկանում։ Ինչը որ քո համար ցանկալի է, դա ինձ համար նույնպես ցանկալի է։ Եվ ես խոստանում եմ Տեր, որ հնազանդվելու եմ քո ձայնին, լսելու եմ քո խոսքը եւ իմ վրաներում չեմ տրտնջալու։ Եվ թող որ հիմա սա լինի մեր աղոթքը, իմ եւ քո աղոթքը, եւ որոշումը չտրտնջալ։ Ինչքան է որ չեմ հասկանում, ինչքան էլ որ ցերեկը կիզում է, ինչքան է որ չորություն կա, ինչքան է որ աշկերից բաներ են թվում, ինչքան է որ սարսափելի է եւ միայնակ եմ, ասա Տեր հասիր ինձ։ Ու Տեր ասում է ես քեզ հասա եւ բռնեցի։ Ինչքան է որ գիշերը սարսափելի լինի, ցուրտ, միայնակ, գիտես Տեր այդտեղ էլ է քո հետ։ Միգուցե դու չես տեսնում դա,
բայց Տեր ասում է ես քո հետ եմ։ Քեզ չեմ թողի եւ չեմ լքի։ Եթե նույնիսկ քո հարազատ մայրը քեզ թողնի եւ լքի, ես դա չեմ անի։ Փառք Հիսուսին։ Եկեք խոնարհեցնենք մեր գլուխները Աստծո առաջ եւ աղոթենք։ Երկինք եւ երկիր ստեղծող Աստված, շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք մեր անապատների համար, որ անցել ենք, անցնում ենք կամ անցնելու ենք։ Տեր իմ, ողջ փառքերը քեզ։ Սովորեցրու մեզ, որ մենք այս ճանապարհի մեջ լսենք քո ձայնը։ Եվ մենք քեզ թույլ ենք տալիս Սուրբ Հոգի, որ դու խոսես մեր սրտի հետ, որովհետև ինչպես է խոսքի մեջ գրված, ես նրան հրապուրեցի տարա անապատ, որ խոսեմ նրա սրտի հետ, խոսա մեր սրտի հետ։ Իսկ այն ինչ որ դու ես խոսում, դա է մնայունը։ Որովհետև եթե դու ես խոսում, դու արարում ես, արարիր մեր կյանքերի մեջ եւ լցրու ամեն փուչ վայրերը։ Եվ մեզ սովորեցրու, որ մենք անապատում այլևս ինքներս մեզ չհուսանք, մենք զրկվում ենք դրանից, որովհետև մենք հուսացած ենք այլևս միայն քեզ։ Շնորհակալ ենք Տեր քեզ։ Սիրելի Սուրբ Հոգի ծեփի մեր բերանները, որ մենք չտրտնջանք։ Ինչքան էլ սարսափելի լինի, ինչքան էլ անորոշություն լինի, ինչքան էլ որ ցուրտ կամ շատ շոկ լինի, ես որոշել եմ, որ չեմ տրտնջալու։ Ես որոշել եմ, որ իմ վրաներում գոհանալու եմ քեզանից, երկիր եւ երկինք ստեղծող եւ արարող Աստված։ Փառք քեզ հավիտյանս հավիտենից, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Հալելույա։ Ամեն։ Ամեն։ Ես հավատում եմ, որ այն աղոթքը, որը մենք հիմա արեցինք, մենք սրտանց արեցինք։ Իսկ Աստված աղոթք լսող Աստված է։ Փառք մեր Տիրոջը։ Մի բան վերցրեցիր այսօր։ Մեր ծառայությունը դեռ չի ավարտվում։ Ես խնդրեմ, որ եղբայրները բաժանեն հացը եւ գինին, մենք այսօր ունենք հաղորդություն եւ մի երգ կվերցնենք այս երգի ընթացքում։ Այս երգի ընթացքում աղոթքի մեջ մնա, աղոթքի մեջ եղիր։ Աղոթիր Տիրոջը։ Փնտրի դրա երեսը։ Եվ հետո մենք կաղոթենք, կորտնենք հացը, կորտնենք գինին եւ կընդունենք այն։ Տեր օրհնի շատ։
Ես Տիրոջից եմ ստացել, այն իսկ ձեզ եմ ավանդում։ Տեր Հիսուսը այն գիշեր, երբ մատնվեց, հացը վերցրեց եւ գոհություն հայտնեց, հետո կտրեց ու ասեց. «Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է, եւ այս արեք իմ հիշատակի համար»։ Նույն կերպ ընթրիքից հետո բաժակը վերցրեց ու ասաց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով։ Քանի անգամ որ խմեք, այս արեք իմ հիշատակի համար։ Քանի անգամ որ այս հացն ուտեք եւ այս բաժակը խմեք, Տիրոջ մահն եք պատմում, մինչեւ որ նա գա։ Ուրեմն ով ուտի այս հացը կամ խմի Տիրոջ բաժակը անարժանորեն, մեղապարտ կլինի Տիրոջ մարմնին ու արյանը։ Արդ մարդը թող քննի ինքն իրեն եւ հետո այդ հացից ուտի եւ այդ բաժակից խմի, որովհետեւ անարժանորեն ուտողն ու խմողը ինքն իրեն դատապարտություն է ուտում եւ խմում, քանի որ չի զանազանում Տիրոջ մարմինը։ Դրա համար էլ ձեր մեջ բազում հիվանդներ եւ ցավագարներ կան, բավականաչափ են նաեւ նրանք, ովքեր ննջեցին, որովհետեւ եթե ինքներս մեզ քննենք, չենք դատապարտվի, բայց դատվելով խրատվում ենք Տիրոջից, որպեսզի աշխարհի հետ չդատապարտվենք։ Փառք Հիսուսին։ Գրված է, որ Տերը վերցրեց, օրհնեց հացը, օրհնեց բաժակը եւ տվեց իր աշակերտներին եւ պատվիրեց. «Սա արեք եւ իմ մահը հիշեք»։ Հետո Պողոս Արաքյալը ասում է, որ եթե մենք քննենք ինքներս մեզ եւ անարժանորեն մոտենանք թե հացին, թե Տիրոջ արյանը, թե Տիրոջ մարմնին, մենք մեզ համար դատապարտություն չենք ուտի եւ չենք խմի։ Դա համար Արաքյալը ասում է, որ քննենք ինքներս մեզ, քննենք, որ ապաշխարենք։ Եվ իրես մոդայից դուրս է գալիս այս բառը, ապաշխարություն բառը։ Բայց մենք պիտի այն միշտ պահենք, որովհետև ապաշխարությունը դա հիանալի հնարավորություն է, նորից վերականգնվել, նորից մոտենալ, Տիրոջից ներում ստանալ։ Դա համար ես առաջարկում եմ, որ մենք հիմա գոհանանք այն աշխատանքով, որը կատարեց մեր Տերը։ Վերցնենք մեր բաժակները եւ գոհանանք, ասենք. Տեր, շնորհակալ ենք, սա քո արյունն է, որը թափվեց մեր մեղքերի համար, որը մեզ կյանք տվեց, որը մաքրեց մեզ։ Տեր, շնորհակալ ենք, գոհանում ենք։ Իրականում մենք ուզում ենք, որ արժանորեն մոտենանք քո արյանը, որը որ դու թափեցիր խաչի վրա։ Նույնպես եւ հացը, Տեր, որը քո մարմինն է եւ որը կոտրվեց մեր մեղքերի համար։ Դե մենք օրհնում ենք հացը, քո մարմինը, որը վերքեր ստացան, բազմաթիվ վերքեր, որ մենք լինենք բժշկված։ Ների՛ր մեզ, Տեր, ների՛ր մեզ մեղքերը, մեր սխալները, մեր շուրթերը, մեր աշկերը, մեր ձեռքերն ու ոտքերը ների՛ր։ Բժշկիր մեզ քո սուրբ արյունով եւ քո սուրբ վերքերով։ Փառք քեզ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Կարող եք ընդունել Տիրոջ հաղորդությունը։ Փառք Հիսուսին։ Օրհնեմ քեզ եւ գնաս Տիրոջ խաղաղությամբ, հետո կվերցնենք այս երգը նորից մեկ անգամ կերգենք։ Սիրելի եկեղեցի, մի բան հիշիր, միշտ, որ Տերը սիրում է քեզ, որ Տերը գին է վճարել։ Նորից եմ ասում, Տերը սիրում է քեզ։ Երկիր եւ երկինք ստեղծող Աստված սիրում է քեզ։ Եվ նա հոժարությամբ մահացել է իմ եւ քո համար։ Միշտ սա հիշենք։ Եթե դու մենակ դու լինեիր այս աշխարհի երեսին, Տերը պատրաստ էր այդ նույն ցավերով անցնել, այս ամենը չկրել իր վրա, որպեսզի քեզ փրկեր դժոխքից։ Սա միշտ հիշենք։ Օրդվակ շաբաթ ունենա, սիրելի եկեղեցի, աղոթների մեջ եղիր, խոսք կարդա, բարություն արա, քաղցր եղիր, հեշտ մարդ եղիր, որ մարդիկ շատ ձգտեն դեպի քեզ, ուզենան քո հետ հաղորդակցվեն եւ սիրեն քո միջոցով Տիրոջը։ Դու հիանալի հնարավորություն ես, որ մարդիկ հանդիպեն Տիրոջը քո միջոցով։ Եղիր այդ աղը եւ եղիր այդ լույսը։
Ամեն բարձի քո ձեռքը։ Տերը օրհնի քեզ ու պահի քեզ։ Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ իր խաղաղությունը քեզ տա։ Եվ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ամենքիս հետ։ Ամեն։ Գնաս Տիրոջ խաղաղությամբ, Տերը քեզ շատ օրհնի։